Երրորդ գլուխը մտապատկերում։ Իմ ուղեղում մտքեր չկան, բայց այն հակված է արագորեն վերածվելու ուժի և կազմակերպելու միջոցների մի հսկա շարք։ Ռալֆ Ուոլդո Էմերսոն։ Ի՞նչն է մարդուն դարձնում հաղթող։ Ինչով են հաջողակ մարդիկ տարբերվում անհաջողակներից։ Այդ ամենն իմ գլխում է, ասում է Արնոլդ Շվարցենեգգերը։ Մուլտիմիլիոնատեր, անշարժ գույքի շուկայի խոշոր մագնատ, կինոաստղ, կուլտուրիստ, Միսթր Տիեզերքի հնգակի տիտղոսակիր Արնոլդը հասել է այս ամենին, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ Արնոլդը հիշում է, որ կային ժամանակներ, և ոչինչ չուներ բացի հավատից, որ ուղեղն իր բոլոր ցանկությունների իրականացման բանալին է։ Դեռ երեխա է, երբ ինձ մտովի պատկերացնում էի այնպիսին, ինչպիսին կուզեի լինել։ Իմ մտքերում երբեք չկային կասկածներ, որ հենց այդպես է լինելու։ Միտքն իսկապես յուրահատուկ է։ Դեռ մինչ առաջին Միսթր Տիեզերք տիտղոս ստանալն արդեն ինձ այդ մրցույթի հաղթող էի պատկերացնում։ Տիտղոսն արդեն իմն էր։ Մտովի այնքան էի հաղթել, որ արդեն չէի կասկածում այդպես էլ կլինի։ Հետո, երբ տեղափոխվեցի կինոյի ոլորտ, նույնը եղավ և այնտեղ։ Ինձ տաղանդավոր դերասան էի պատկերացնում, որը շատ փող է վաստակում։ Ես տառացիորեն զգում էի հաջողությունն ու դրա համը։ Պարզապես գիտեի, որ այդպես է լինելու։ Քրիս Փոլեյնը, ֆրիսթայլի դահուկավազքի համաշխարհային հռչակ ունեցող արևմտագերմանական թիմի անդամ, որ 1976-ից 1982 թվականներին 6 անգամ շահել է Եվրոպայի գավաթն, ասում է. «Մեր մարզումների մի մասը աշխատանք էր հոգեբանի հետ ուղղված ուղեղի ուժի ամրապնդմանը։ Բլրա լանջերի վրա մարզումներից հետո մենք խորասուզվում էինք մեդիտացիայի վիճակի մեջ, և հոգեբանը մեզ խնդրում էր մտովի անցնել բոլոր լանջերը, ցատկահարթակներն ու շրջադարձերը։ Այդ մտային մարզումների ընթացքում նույնքան լարված էինք աշխատում, որքան ֆիզիկական մարզումների ժամանակ։ Կատարելագործումը սպորտում, ինչպես ցանկացած այլ բնագավառում, ուղղակի կախում ունի սեփական գործողությունների հստակ մտապատկեր ստեղծելու ունակությունից»։ Քրիսը գիտե, թե ինչ է ասում։ Նա ոչ միայն 6 մեդալ ունի, այլև բիզնեսի և սպորտի գծով հաջող խորհրդական ընկերության ղեկավար է, որի նպատակն է մարդկանց բացատրել, թե ինչպես հասնեն հաջողության՝ կիրառելով նույնպես մեթոդներ։ Բրայան Էդվարդը հումորի վարակիչ զգացումով երբեք չվհատվող մի մարդ, ով զբաղվում է կյանքի ապահովագրմամբ։ Նրա հետ ծանոթացա դասախոսական շրջագայություններից մեկի ժամանակ, և մենք լավ բարեկամներ դարձանք։ Ամեն երեկո քնելուց առաջ նա մոտ 10 րոպե մտովի խաղարկում է հաջորդ օրվա այցերի տեսարանները, մտքում պատկերացնում յուրաքանչյուր խոսակցություն հաճախորդների հետ, տեսնում է, թե նրանք որքան ընկալունակ են և ինչ ուրախությամբ են աշխատում իր հետ։ Բրայանը շատ արդյունավետ օր է պատկերացնում, որի ընթացքում ապահովագրման բազմաթիվ պայմանագրեր է կնքում։ Այդ գործողությունը կատարում է քնելուց առաջ 10 րոպե և առավոտյան 10 րոպե արթնանալուց հետո, այսինքն ընդհանուր առմամբ օրական 20 րոպե։ Մեկ օրում Բրայան Էդվարդսը շատ ավելի ապահովագրական փաթեթ է վաճառում, քան ապահովագրական շատ գործակալներ։ Կես տարվա ընթացքում և միշտ իր մասնագիտության ոլորտում 1% լավագույն ներկայացուցիչն է։ 3 տարբեր մարդիկ միանգամայն տարբեր նպատակներով և կենսական հեռանկարներով, բայց բոլորն էլ օգտագործում են նույն հնարքը, որն օգնում է կառուցելու իրականությունը և ակտիվորեն ազդելու նրա վրա վիզուալիզացիայի կամ մտապատկերման միջոցով։ Մտապատկերումը երևակայության խաղարկումն է, որի օգնությամբ քեզ տեսնում ես մի իրավիճակում, որը դեռ չի կատարվել, բայց երևակայում է, որ ունի կամ անում է այն, ինչ ուզում է, որ հաջողությամբ հասնի ցանկալի արդյունքների։ Ենթադրենք, թե ուզում եք ավելի ինքնավստահ լինել։
Երևակայությունն օգտագործելով ձեզ ինքնավստահ անձ եք պատկերացնում։ Տեսնում եք, թե ինչ խիզախ գործողություններ եք կատարում, ինչպես եք շփվում մարդկանց հետ մեծագույն ինքնավստահությամբ։ Այստեղ սիրելիներս ուզում եմ ինքնավստահության թեմայով խոսել, նայեք, ինքնավստահությունը գալիս է այն ժամանակ, երբ որ դուք ներքուստ ունեք ամուր հենարան։ Ինքնավստահությունը այն չէ, որ ուղղակի բոլորին ցույց տաս, որ ես սա կարող եմ անել, նա կարող եմ անել, դա ինքնավստահության մասին չէ, դա ավելի շատ հասարակության համար ապրել է, բայց ինքնավստահությունը գալիս է այն ժամանակ, երբ որ դու ներքուստ ունես ամուր հենարան, ամուր հենք ունես, որ ինքդ քեզ վրա հենվում ես, այդ դա է ինքնավստահությունը։ Փաստորեն ինքնավստահություն, եթե չկա, դա նշանակում է դա ամուր հենքի բացակայությունն է, հա։ Շարունակենք։ Ձեզ պատկերացնում եք այնպիսի իրավիճակներում, որոնք սովորաբար դժվարություններ են հարուցում ձեզ համար, եւ պատկերացնում եք, որ թեթև անկաշկանդ գործում եք այդ իրավիճակներում եւ հասնում հաջողության։ Նույնիսկ կարող եք երևակայել, թե ձեր ընկերներն ու գործընկերներն ինչպես են հաճախոսում ձեզ, շնորհավորելով ձեռք բերած ինքնավստահության համար։ Դուք հպարտություն եւ բավարարվածություն եք զգում ինչպես նրանից, որ ինքնավստահ մարդ եք դարձել, այնպես էլ դրա արդյունքում կատարված փոփոխություններից։ Պատկերացնում եք, թե ինչ կարող էր կատարվել եւ կկատարվի ձեզ հետ եւ ապրում եք այնպես, ասես այդ ամենն իսկապես կատարվում է կյանքում։ Սիրելիներս, ուզում եմ իմ փորձով կիսվել, երբ որ ես առաջի անգամ կարդացի այս ամեն ինչը, ինձ ամեն ինչ մեր կյանքում հանդիպում այն ժամանակ, երբ որ իսկապես պետք է այնքան հետաքրքիր էր, ինձ այդ ժամանակ անհրաժեշտ էր ինքնավստահությունը եւ կարդացի այս գիրքը, ինձ ավելի շատ ոգեշնչեց, ինչպես կարող եմ, հա, ինքնավստահ լինել, բայց ես բնականաբար սկզբնական փուլում չգիտեի ինչ է իրենից ներկայացնում ինքնավստահությունը։ Ես մտածում էի ինքնավստահությունն այն է, որ մարդիկ տեսնեն դու սա անում ես, նա անում ես, ինչ որ մեկը չի կարողանում անել եւ դու ես անում։ Բայց այդ փուլում ես ուզում էի լսարանի առաջ խոսել եւ շատ վախեր ունեի, հիմա կիսվում եմ փորձովս, միգուցե ձեզանից ինչ որ մեկն էլ, հա, վախեր ունի ելույթ ունենալ, ինչ որ, հա, վախեր ունի հասարակության կարծիքից եւ այլն։ Նայեք, դա հիմնականում իմ փորձից կիսվելով ասեմ, երբ որ ես սկսեցի ամուր հիմք ստեղծել իմ ներսում, այդ ամենը, այսպես ասած, անհետացավ։ Այսինքն, եթե դուք վախենում եք ելույթ ունենալուց, եթե դուք վախենում եք հասարակության կարծիքից, օրինակ գրատախտակի մոտ գնալուց, դեռ ահա մանկության շրջանում մեզ մոտ այդ վախը ձևավորվում, մեզանից հեղինակություն ունեցող մարդկանց, օրինակ ուսուցիչների, ծնողների եւ այլն, նրանցից վախենալով մենք անգիտակցորեն փոխանցում ենք, այսպես ասած, այդ հեղինակությունն այլ մարդկանց, ովքեր մեզանից մեծ են, մեզանից օրինակ բոյով են եւ արդյունքում նույն սցենարներն են կարծես թե բեմադրում, բայց իմ կյանքի ընթացքում եկավ մի պահ եւ երբ ես հիմա երբ որ կարդում եի ընթացքում նորից վերահիշում եմ, կարդում եմ այս ամենը եւ ձայնագրություններ եմ անում, հասկացա այն, որ ինչ որ ժամանակ ես այնքան էի վախենում, ինձ համար այնքան դժվար էր, նույնիսկ ես ինձ նեղացնում էի, ես ինձ արժեզրկում էի իմ էությունն ասելով, որ այսինչ մեկը կարողանում է, դու չես կարողանում, բայց սիրելիներս, հավատացեք, որ ամեն ինչ ձեզ համար է, պետք չէ ձեզ վիրավորել, պետք չէ ձեզ փնովել, ամեն ինչ ընտիր է, ուղղակի հասկացեք, որպեսզի դուք ինքնավստահ գնաք, ձեզ ամուր հենարան է պետք, իսկ ամուր հենարան ունենալու համար անհրաժեշտ է աշխատել ներքին երեխայի հետ։ Երբ որ ես սկսեցի աշխատել ներքին երեխայի հետ, բավականին դժվար էր առաջի հանդիպումս,
Բայց ներքին երեխայի հետ աշխատելով երևի 1 տարի, 1-ից 2 տարի կլինի կամ 1.5 տարի ավելի հստակ, երբ որ ես սկսեցի աշխատել ներքին երեխայիս հետ եւ արդյունքում նույն իրավիճակներում, երբ որ ես չէի կարողանում, այսպես ասած, այն ժամանակ կիսվել իմ գաղափարներով, իմ մտքերով, ակամայից այնպեսի ինքնավստահություն էր, որ երբ որ ինչ-որ մեկն ասում էր, ով պետքա գա այստեղ, քանի որ ուսանող եմ, հա, այդ պահով ասեմ, որ ով պետքա գա այս դասը պատմի կամ այս վարժությունը գրի, օրինակ, ես վախենում էի այդ ամեն ինչից։ Բայց այս վերջերս նկատում եմ, որ կարող է ես նստեմ դասնել, օրինակ, չզգայի, բայց դասը չզգայլա վերջը, օրինակ դասի ընթացքում պահեր կան, երբ կարող է չլսեի ինչ-որ բաներ ու չհասկանայի ինչի մասին են այնտեղ խոսում, որտեղ չէի լսում, բայց ինչ էր լինում, մեկ էլ ասում ով պետք է գա, ես գնում եմ, բայց առաջ նույնիսկ ես գիտեի, ես վախենում էի, այս դրա մասին էի ուզում փոքր դրվագ խոսեմ, անցնենք առաջ։ Ահա հաջողված մտապատկերման գաղտնիքները, հիմա այս ընթացքում նաև պրակտիկ վարժություններ էստեղ կտրվի, արդեն սկսենք։ Ահա հաջողված մտապատկերման գաղտնիքները, հետագա ենթավեռնագիրն է։ Որոշեք, թե ինչի եք ուզում հասնել։ Քննություն հանձնել, ավելի բարձր պաշտոն ստանալ, ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, շատ փող վաստակել, հաղթել ինչ-որ մրցույթում։ Երկրորդ փուլը՝ թուլացեք, մի քանի րոպե շեղվեք գործերից, շունչ առեք եւ հանգստացեք մարմնով եւ հոգով։ Հաջորդ փուլը՝ 5-10 րոպե մտովի պատկերացրեք ձեր ցանկալի իրականությունը։ Ավելի շատ մտածեք, որ ինչ-որ բան եք անում կամ ձեռք բերում, ոչ թե այն մասին, թե ինչն ավել կամ պակաս հավանականությամբ կարող է տեղի ունենալ։ Հիշեք, այն ինչ դուք տեսնում եք, այն ինչ դուք կարողանում եք պատկերացնել, դուք այդ ամենը կարող եք եւ ստեղծել, այն հասանելի է, եթե դուք պատկերացնում եք։ Ապրեք ձեր մտքերում այնպես, ասես դա իսկապես կատարվում է ձեզ հետ։ Ներքին փոքրիկ ֆիլմ կամ տեսանյութեր նկարեք, պատկերացրեք, որ անում եք այն, ինչ ուզում եք, մի կողմից գիտակցում եք, որ այդ ամենը դեռ իրականում չի կատարվում եւ դեռ իրական չէ, բայց մտապատկերները, որ մեզ համար գծում ենք, որոնց մասին կանոնավոր կերպով մտածում ենք, հենադաշտ են դառնում մեր նպատակների համար, կաղապար, որի մեջ լցնում ենք մեր էներգիան, այս պատկերներն իրական ուժ են, որն աշխատում է հենց ձեզ համար։ Մտապատկերման ժամանակ ձեզ օժտեք անհրաժեշտ բոլոր որակներով, եթե ձեր մտային պատկերին անհրաժեշտ է տաղանդ, արիություն, վճռականություն կամ համառություն է պետք, անպայման ներառեք դրանք։ Երբեմն պարզորոշ կտեսնեք, որ հասնում եք ցանկալի նպատակին, ասես կինոնկար եք դիտում, որտեղ հանդես եք գալիս դուք եւ իրագործում ձեր իսկ ցանկություններն ու նպատակները։ Այլ դեպքերում ձեր առաջ կհայտնվի ձեր նպատակների առավել ընդհանրական պատկերը։ Երկուսն էլ լավ է։ Կարելի է 5 րոպե մեկ հերթափոխել ճշգրիտ եւ ազատ մտապատկերումը կամ կենտրոնանալ նրա վրա, թե որ միջոցն է ձեզ ավելի դուր գալիս։ Ճիշտ մտապատկերում մտովի ստեղծեք նրա ճշգրիտ պատկերներն ու տեսարանները, ինչին ուզում եք հասնել։ Հետևեք նախապես ծրագրած սցենարներին եւ մի քանի անգամ մտովի խաղարկեք այն։ Ազատ մտապատկերում պատկերներին եւ մտքերին թույլ տվեք ազատ փոխարինել իրար։ Մի ուղղորդեք, քանի դեռ ցույց են տալիս նպատակին հասնելու ձեր դրական ճանապարհը։ Երկու մեթոդն էլ օգտագործեք հիշելով, որ գլխավորն այստեղ պրակտիկան է։ Շատերը դժվարություններ են ունենում մտապատկերման սկզբնական փուլում։ Ուղեղը չի կարողանում ստեղծել եւ պատկերել ցանկալի տեսարանները։ Մի անհանգստացեք, եթե նույնը կատարվում է նաև ձեզ հետ։ Պարտադիր չէ, որ պատկերն ավարտուն եւ ինչ-որ կատարյալ տեսք ունենա։ Կանոնավոր կերպով մտապատկերմամբ զբաղվելով շուտով կզարմանաք,
ու կնկատեք, որ ձեր ուղեղն աստիճանաբար սովորում է մտքեր ու տեսարաններ ծնել ձեր իսկ ցանկությամբ։ Այս փուլում հարկ է նկատել, որ բավարար չէ մեկ կամ երկու անգամ որևէ բան պատկերացնել։ Արդյունքները կհայտնվեն այն ժամանակ, երբ պատկերը գիտակցության մեջ հայտնվի շաբաթներ կամ ամիսներ շարունակ, մինչև ձեր նպատակն իրականություն դառնա։ Մի փորձեք գնահատել հաջողությունը մտապատկերման 1-2 փորձից հետո։ Եթե կասկածներ կամ ինչ-որ հակասական մտքեր ծագեն, իսկ դրանք անպայման կծագեն, պարզապես անտեսեք։ Մի փորձեք դիմադրել կամ պայքարել դրանց դեմ։ Թող անարգել հայտնվեն ու չքանան ձեր գիտակցության մեջ, շարունակեք զբաղվել մտապատկերմամբ և ամեն ինչ տեղը կընկնի։ Հաջողված մտապատկերման 2 պայման։ Հաջորդ ենթավերնագիրը։ Առաջին. ձեր նպատակները միշտ պատկերացրեք այնպես, ասես այդ ամենը հենց այս պահին կատարվում է ձեզ հետ։ Այն իրականություն դարձրեք ձեր գիտակցության մեջ, մանրամասն պատկերեք, ստեղծեք մանրամասն պատկերը։ Մտեք դերի մեջ ու մտովի խաղարկեք այդ դերը։ Երկրորդ պայմանը. ձեր նպատակը պատկերացրեք առնվազն օրը 1 անգամ, ոչ մի օր բաց չթողնելով։ Կրկնությունը գիտության մայրն է։ Եվ այստեղ շատ կարևոր է, օրինակ ամեն օր 5 րոպե կարող եք անել, բայց կանոնավոր, սա շատ հզոր կլինի, որտեղ դուք համապատասխան, եթե նեյրո քոուչինգի տեսանկյունից ես դիտարկեմ, ապա դուք համապատասխան նեյրոնային ցանցեր կձևավորեք ձեր ուղեղում, ինչը բնականաբար սովորության ուժով է տեղի ունենում։ Ձեր ուղեղում ծագած ցանկացած միտք, որը կանոնավոր կերպով սնում եք, ազդեցություն կունենա ձեր կյանքի վրա։ Ուզում եմ պատմել հոգեբան Ալան Ռիչարդսոնի հայտնի ու վավերականորեն հաստատված գիտափորձի մասին։ Բասկետբոլի ուսանողական թիմը բաժանվել էր 3 խմբի և ամեն խմբում որոշում և գրանցում էին խաղացողների արդյունավետությունը։ Առաջին խմբի խաղացողները մարզասրահ էին գալիս ամեն օր կատարելագործում փոխանցումները։ Երկրորդ խմբի բասկետբոլիստներն ընդհանրապես չէին մարզվում, իսկ երրորդ խմբի խաղացողները խիստ յուրօրինակ էին։ Նրանք չէին գնում մարզասրահ, մնում էին իրենց սենյակներում, մտովի պատկերացնելով մարզումների գործընթացը։ Օրական կես ժամ իրենց տեսնում էին իրենց զամբյուղը գնդակ նետելիս և ջախջախիչ հաշվով հաղթանակ տոնելիս։ Նրանք շարունակեցին մտովի մարզվել ամեն օր։ 1 ամսից կրկին ստուգեցին խմբերի արդյունքները։ Առաջին խումբը, որը խաղացողներն ամեն օր գնում էին մարզասրահ, արդյունքները բարելավել էր 24%-ով։ Երկրորդ խումբը, որը ոչինչ էլ չէր արել, առաջընթաց չուներ, իսկ երրորդ խումբը, որի խաղացողները մտովի էին մարզվում և մարզասրահ չէին գալիս, հաջողությունը գործնականում նույնն էր, ինչ սրահում մարզվողներինը։ Եվ այսպես ստեղծագործական մտապատկերումը հզոր է, բայց դրանում գերբնական ոչինչ չկա, այն հիմնված է ձեր ներքին մեխանիզմների և էներգիայի աշխատանքի, ինչպես և ներքին պաշարները ստեղծագործաբար ուղղորդելու ունակության վրա։ Ճիշտ ուղղորդման դեպքում երևակայությունը մարդու ամենադինամիկ հնարավորություններից է։ Սկսեք այս տեխնիկան ճիշտ օգտագործել հենց հիմա։ Մի անհանգստացեք և մի մտածեք այդ երևույթի յուրահատուկ կողմերի մասին։ Պարզապես վստահեք գործընթացին։ Պահանջարկը կհաջորդի առաջարկին և անհրաժեշտ պահին կստանաք ցանկալի արդյունքը։ Կարող եք չկասկածել, կգտնեք նպատակին հասնելու ուղիներն ու միջոցները, որովհետև բնությունը միշտ ստեղծում է այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են իրեն ներկայացված պահանջները կատարելու համար։ Հաճախ մարդիկ ուզում են դեռ առաջին քայլը չարած ստանալ բոլոր հարցերի պատասխանը։ Մենք ուզում ենք կանխատեսել և նախապես իմանալ կատարվելիք բոլոր մանրամասները, բայց սովորաբար չի հաջողվում տեսնել բոլոր նրբություններն ու հաճախ իրադարձությունները զարգանում են ամենաանսպասելի կերպով։ Դերասանուհի Քերոլ Բարնեթը ծնվել է Լոս Անջելեսում, աղջկան տատիկն էր մեծացնում։ Մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում։ Եվ այնքան աղքատ էին, որ տատիկը զուգարանի թուղթ էր հավաքում հասարակական զուգարաններից։
Բնական է, որ փող չունեին, որպեսզի տաղանդավոր աղջիկը սովորեր Կալիֆոռնիայի համալսարանում, ինչի մասին օր ու գիշեր երազում էր, բայց գիտեր, որ մի օր կընդունվի, կասկած անգամ չուներ, որ կընդունվի համալսարան։ Նա ասում էր, որ պատկերացնում էի, թե ինչպես եմ գնում դասի, ապրում եմ ուսանողական ավանում և ուսումնասիրում ինձ հետաքրքրող առարկաները։ Ամեն օր մտածում էի դրա մասին, չնայած ընդունվելու ոչ մի հնար չունեի, ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ ուսանող եմ լինելու։ Իսկ ինչպես փող հայթայթեց։ Մի անգամ արդեն դպրոցն ավարտելիս գնացել էի նամակները վերցնելու, փոստարկղը բացելով ինձ հասցեագրված ծրար գտա, դրոշմանիշով էր, բայց առանց փոստային կնիքի, ուրեմն փոստով չէին ուղարկել, պարզապես գցել էին մեր արկղը։ Ծրարը բացելով տեսա այն գումարը, որը ճիշտ համալսարանի առաջի տարվա ուսման վճարի չափն էր, և ոչ մի գրություն, ոչ մի բացատրություն, միայն փողը, մինչև օրս էլ չգիտեմ, թե ով էր դա ուղարկել։ Բա սիրելիներս, հիմա հաջորդ ենթավերնագիրը, բացահայտելով ձեր մտքերը, բացում եք նոր հնարավորություններ։ Հիմա չեմ պնդում, որ մտապատկերմամբ զբաղվելու դեպքում անպայման կհայտնվի մեկը, որ ձեզ փողով ծրար կտա, ինչպես Քերոլ Բերնետի դեպքում, բայց խոստանում եմ, հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ կկարողանաք իրացնել ձեր նպատակները, կարող եք հավատալ դրան, ձեր մտքերը շատ ավելի ուժեղ են, քան կարծում եք, իսկ յուրաքանչյուր մտային պատկեր իրական ուժ է, որն ի վերջո կարող է ազդել ձեր կյանքի վրա։ Պնդումը, որ մարդն օժտված այդպիսի կարողություններով ֆուտուրիստական հորինվածք չէ, այն իսկապես կա մեր մեջ որպես գործնական մեխանիզմ, որ կարողանանք կիրառել մեր ցանկությունները։ Գլուխ 4. Մտքերի հիմնարկում։ Երբ առարկան կամ նպատակը հստակ գոյություն ունի մտքի տեսքով, դրա իրացումը շոշափելի և տեսանելի ձևով զուտ ժամանակի խնդիր է։ Մտապատկերը միշտ նախորդում է իրականացմանը։ Լիլիան Ուայթինգ։ Եթե մտապատկերումն ուղղված է սեփական տեսաֆիլմ ստեղծելուն, ապա մտքերի հիմնարկումը նման է ձայնագրությանը, միայն թե բառերի փոխարեն պատկերին համապատասխան զգացումներ ենք հավելում։ Օրինակ, պետք է կարևոր շնորհանդես կազմակերպեք ձեր ընկերության աշխատակիցների համար, ընդ որում մասնակցելու են նաև մենեջերներն ու ղեկավարները։ Եթե կատարեք խնդիրը պաշտոնի բարձրացման հեռանկար կունենաք։ Պրեզենտացիան շատ կարևոր է ձեր կարիերայի համար։ Դուք որոշում եք կիրառել մտքերի հիմնարկման հնարքը 5-ից 10 րոպեում ամեն ինչի հիմքում դնելով այն միտքն ու զգացողությունը, որ միջոցառումն արդեն եղել է և ահռելի հաջողություն է ունեցել։ Ձեր ելույթը մեծ տպավորություն է թողել բոլորի վրա։ Հարցազրույցն արդեն տպավորություն է թողել բոլորի վրա և ավարտվել է, և դուք լուծել եք խնդիրը, փայլուն պրեզենտացիա եք արել։ Ի տարբերություն մտապատկերման հիմնարկման ժամանակ առաջին հերթին կենտրոնանում եք պատկերացրածից ստացած զգացողությունների վրա։ Այստեղ խաղի մեջ է մտնում ձեր երևակայությունը։ Ինչպես եք պատկերացնում կատարյալ պրեզենտացիայի ստացած ձեր զգացողությունները, ինչ կզգայիք այդ դեպքում՝ հուզմունք, ոգևորություն, բուռն ուրախություն կամ հանգստություն։ Իսկ գուցե ջղային դող։ Ինչպիսին էլ լինի արձագանքը, մտովի պատկերացրեք ձեր զգացումները, որոնք անցկացրեցիք ձեր միջով։ Ապրեք վստահության զգացողությամբ և արդեն կարծես թե հասել եք ցանկալիին։ Մի ցանկացեք հետաքրքրվել, անհանգստանալ կամ հույսեր փայփայել, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, ամեն ինչ լավ կլինի, պարզապես ամրագրեք դա ձեր հիշողության մեջ, որպես արդեն կատարված փաստ։ Ամեն ինչ պետք է հաջող անցնի հրահանգը փոխարինեք ամեն ինչ հաջող անցավ ելույթով։ Ամեն ինչ արդեն հետևում է, դուք արեցիք դա, ուստի վայելեք ձեռքբերումն ու հաղթանակը։ Շնորհավորեք ինքներդ ձեզ։ Բղավեք ուրախությունից։
Թրջկոտեք, եթե ուզում եք, նորից ու նորից խանդավառվեք այն զգացումից, որ արդեն հասել եք ձեր նպատակին, դարձյալ չարժե հատուկ ուշադրություն դարձնել մտապատկերներին, թե ինչպես եք իրագործում ձեր մտահղացումը, չնայած այդ պատկերներն անխուսափելիորեն կծագեն ձեր մտքում։ Ձեզ ավելի շատ պետք է հետաքրքիր ձեռքբերումից ստացած ֆիզիկական զգացողությունը, կարմրածայտեր, կատաղի զարկող սիրտ, քրտնած ափեր։ Աստվածաշնչում աշակերտները Քրիստոսին խնդրում են, որ իրենց աղոթել սովորեցնի։ Դուք կարող եք հավատալ կամ չհավատալ Աստվածաշնչին, բայց այն շատ օգտակար նյութ է բովանդակում ուղեղի աշխատանքի մասին։ Հիսուսը պատասխանում է. ամենը, որ կխնդրեք աղոթքով, հավատացեք, որ ստացել եք և կստանաք։ Նա նկատի ուներ, որ պետք է հավատաք, որ արդեն իսկ ստացել եք, ոչ թե կստանաք, այլ արդեն ստացել եք։ Ու հենց նրա համար, որ հավատում եք արդեն ստացել եք, դուք կստանաք։ Դուք ոչ թե հույս ունեք կամ ցանկանում եք, այլ ցանկալիի մասին հայտարարում յուրահատուկ ներքին աշխարհում, մտքերի և ստեղծագործական էներգիայի աշխարհում։ Ուղեղի ուժի օգտագործումից հասկացող ամեն ոք ձեզ կասի, որ դա հզորագույն գործընթաց է։ Ձեզ մի դեպք կպատմեմ, որ կատարվել է իմ երկու բարեկամների Բիլ և Ջենեթ Հենդերսոնների հետ։ Հենդերսոնները գյուղից տեղափոխվում էին խոշոր քաղաք, ուզում էին տուն գնել, որը կտեղավորվեր իրենց աճող ընտանիքի համար։ Քաղաքում տները բնականաբար շատ ավելի թանկ էին, իսկ նրանց ընտանիքը փոքր չէր և մեծ տուն էր պետք։ Հենդերսոնները նաև հատուկ պահանջներ ունեին, նրանց ոչ միայն մեծ տուն էր պետք, այլև ընդարձակ, ծառաշատ բակ և այդ ամենը մատչելի գնով։ Բոլորը միաձայն պնդում էին, որ երբեք իրենց ուզածը չեն գտնի այն գումարով, որը պատրաստ էին վճարել, բայց Հենդերսոնները ոչ մեկին չէին լսում։ Բիլն արդեն կիրառել էր ուղեղի ուժը թե աշխատանքում, թե ընտանիքի հետ շփվելիս և համոզվել, որ այն գործում էր այդ գործում, ուստի նրան միացավ նաև Ջենեթը և միասին մտովի պատկերացրեցին ապագա տունը։ 2 ամիս անց նրանք ինձ հրավիրեցին հենց այդ տունը, իրենց նոր տունը, զբոսնում էինք հսկայական այգու այդ ծառերի, թփուտների ու ծաղիկներին նայելիս, այնպիսի տպավորություն էիր ստանում, որ նրանք իրենց հետ քաղաք են բերել հեռավոր գյուղի մի կտոր։ Հետո ներսում ինձ արդեն մի ամբողջ էքսկուրսիա էր սպասվում։ Տունը բավականաչափ ընդարձակ էր, որպեսզի երեխաներն իրենց առանձին ննջասենյակներն ունենային, աշխատասենյակ էլ կար և հանգստի սենյակ, և այդ ամենը նրանց նախատեսած գնով։ Ուղղակի հեքիաթ է, ասացի ես, չեք զարմանում, որ հաջողվեց այդպիսի տուն գտնել։ Բիլի պատասխանն ինձ ցույց դրեց ուղեղի հնարավորությունների այնպիսի խոր ընկալում, որ երբեք չեմ մոռանա։ Ոչ, ասաց նա, բոլորովին չզարմացանք, մտովի մեզ այդպիսի տանտեր էինք պատկերացրել դեռ 2 ամիս առաջ։ Խիստ համոզիչ ասաց, ի վերջո նա ցույց էր տալիս այն, ինչ իրենն էր համարել դեռ 2 ամիս առաջ։ Բիլն ու Ջենեթը տան հանդեպ իրավունքները հռչակել էին իրենց ներքին աշխարհում, այնտեղ նրանք արդեն տանտերեր էին, ուժեղ խոսքեր էին, ուժեղ թրթիռներ ու հզոր հավատ։ Նրանք չէին մտածում, թե որտեղ ու երբ կգտնեն ցանկալի տունը։ Պարզապես հետևողականորեն աշխատում էին զգալով, որ տունն իրենց է պատկանում։ Նրանք մտքում արդեն տիրապետում էին դրան։ Ոչ հատկապես այդ տանը, որ ցույց էին տալիս, այն ժամանակ գաղափար անգամ չունեին դրա գոյության մասին, բայց հաստատ գիտեին, թե ինչ են ուզում, ու հենց դա էլ մտքերում ամրակայում էին ամեն օր, մինչև որ ցանկությունն իրականություն դարձավ։ Հնդերսոններն այսօր իրենց կյանքում ոչ միայն կիրառում են մտքերի հիմնարկման և ուղեղի ուժի կիրառման այլ մեթոդներ, այլ նույն սկզբունքները սովորեցնում են իրենց երեխաներին, որպեսզի նրանք էլ կյանքում հասնեն բարեկեցության և հաջողության։ Կարո՞ղ է ծնողն ավելի հարուստ ժառանգություն թողնել զավակներին, քան բնության կողմից իրենց մեջ դրված հնարավորությունների ընկալումն ու բացահայտումը։ Բոլորս օժտված ենք այսպիսի ուժով։ Մեր մտքերը ստեղծում են մեզ շրջապատող իրականությունը։
իսկ մտքերի հիմնարկման հնարքն ընդամենն ուղեղի ուղղորդումն է նրան, ինչն արդեն ձեզ համար ցանկալի է։ Ինչպես մտապատկերման դեպքում հենց այդ կրկնությունն ու համառությունն էլ մտքերի հիմնարկման մեթոդը տարբերակում է անպտուղ երևակայությունից։ Այս դեպքում չեք ապրում պատրանքներով, օրեր շարունակ չեք սավառնում ամպերի մեջ տառացիորեն հավատալով, թե ունեք այն, ինչ իրականում չկա։ Հիմնարկումը մտային վարժություն է, որը տևում է օրական մոտ 5 րոպե, էներգիայի յուրահատուկ 5 րոպեանոց պայթյուն, որի կանոնավոր կերպով կատարելը ստեղծում է ձեր իրականությունը, ոչ մի օր բաց չթողնելով։ Կրկնության կարևորությունն անհնար է գերագնահատել։ Ինչպես և մնացած մտային հնարքների դեպքում, այս մեթոդի դրվագային կիրառումն էլ քիչ արդյունավետ է։ Որոշակի ծրագիր սահմանեք ձեզ համար և հստակ հետևեք դրան։ Ձեր մեջ անընդհատ ամրակայեք զգացումը, որ ունեք այն, ինչ ուզում եք, անկախ ցանկալի բնույթից։ Դա ձերն է, ապրեք դրանով, զգացեք, ուրախացեք և խանդավառվեք, համարեք, որ լրիվ ձեզ է պատկանում, տիրեք նրան ձեր ներքին աշխարհում։ Եվ այստեղ մտքերի հիմնարկման հաջող կիրառման երկու հիմնական պայման կա, պրակտիկ վարժություն։ Առաջինը միշտ օգտագործեք այդ հնարքը, մտածելով, որ ունեք այն, ինչ ուզում եք, կամ հասել եք նրան, ինչին ձգտում եք։ Այսինքն այստեղ կարևոր է նախ տիրել մեր ցանկացած նպատակին, ցանկությանը ներքին աշխարհում, հա։ Եվ երկրորդը, դա արեք կանոնավոր կերպով, տառացիորեն ամեն օր առնվազն 5 րոպե տևողությամբ։ Շատ ավելի լավ կլինի այդ հնարքը կիրառել օրը 5 րոպե, քան շաբաթական մի ամբողջ ժամ։ Այսքանը։